Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Բարև ձեզ։ Վատիկանում տեղի ունեցածը շարունակում է մնալ վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։ Ընդ որում ձնագնդին թափ է հավաքում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս եւ առավելապես Հայաստանից դուրս։ Հենց այլ թույլ է տալիս փաստել, որ Հռոմի Պապի ելույթը նշաձող է փոխել Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացում։ Այսօր մենք կլսենք հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսենք պատարագի քաղաքական նշանակությունից։ Ինչ է փոխել միջազգային ճանաչման գործընթացում այս ելույթը հայտնի։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ ով է արտասանել այդ գենոսիդը եւ այդ նախադասությունները դատապարտող ցեղասպանությունը։ Դա քրիստոնեական աշխարհում քրիստոնյա 2 միլիարդ 300 միլիոն է մոտավորապես 1 միլիարդ 200 միլիոնը կաթոլիկ եւ Հռոմի Պապը այն ամենահեղինակավոր Հռոմի Պապերից է, որը իր համեստ եւ արդարամիտ կյանքով ապացուցել է, որ ինքը բարոյական չափանիշ է եւ իր խոսքը շատ մեծ նշանակություն ունի միլիարդավոր մարդկանց համար, 100 միլիոնավոր մարդկանց համար եւ ազդեցություն ունի նաեւ քաղաքական դաշտում եւ շրջանցել իր բարերը հնարավոր չի։ Եվ գիտեք, երկու ստեղ կարևոր բան տեղի ունեցավ։ Առաջինը ընդհանրապես պետության ղեկավարները, մեծ կառույցների ղեկավարները հետապնդելով իրենց պետության շահը կամ կառույցի շահը, երբեմն մի կողմ են դնում բարոյական չափանիշները կամ արժեքները։ Եվ դա կարելի է հասկանալ, չի կարելի ներել միգուցե, բայց կարելի է հասկանալ։ Փաստորեն Հռոմի Պապը լավ հասկանում էր, որ Վատիկանը հարված է ստանալու Թուրքիայի կողմից, ուրիշների կողմից, բայց ինքը արդարամիտ մարդ լինելով այդ եզրը ինքը անցավ դա, այսինքն ինքը գտավ, որ այդ բարոյականությունը շատ ավելի կարևոր է, քան թե այն պրագմատիզմը, բայց մի հատ ավելի կարևոր բան տեղի ունեցավ։ Ինքը դրանով նայեք բոլոր պետությունները իրանց պրագմատիզմը առաջ տանելով կան մեկ-մեկ արհամարում են որոշ բարոյական արժեքներ, բայց կան արժեքներ, որ չեն կարող արհամարել։ Օրինակ ոչ մեկը չի կարող Հիտլերին գովի ինչ կամ էլ իր բանը կարևոր է իր համար, ասենք թե ինչ որ պրագմատիզմից բանից։ Ինքը բացօրեն չափանիշ դրեց, որ ցեղասպանությունը նույն չափանիշն է։ Այսինքն մի եզր է, որը անցնել չես կարող։ Եվ դա ուղեցույց է լինելու շատ ու շատ պետությունների համար։ Ձեր նշածը նշաձողի փոփոխություն է։ Իհարկե։ Պարոն ըստ որում հաշվի առեք, որ այստեղ այս չափանիշներս դա խորը խնդիր է բարոյականությունը քաղաքականության մեջ եւ օգտակարությունը։ Մենք շատ անգամ հակասություններ կան։ Ինքը փաստորեն ցեղասպանության հարցը, հայոց ցեղասպանության հարցը դրեց են գծի վրա, որ ասեց այս կողմացնել իրավունք չունեք։ Եվ դա նշանակություն ունի ոչ միայն հայերի համար։ Ես կարծում եմ, որ դա մարդկային քաղաքակրթության համար նշանակություն ունի, այսինքն այդ քայլեր նաև համամարտկային քաղաքականության մեջ։ Հետ ձեր ասացի առնչությամբ ես այսօր հանդիպեցի մի քանի գնահատականների, վերլուծաբանների կողմից, ովքեր գտնում են, որ Հռոմի Պապի այս ելույթը ոչ էլ պատահական է։ Նա եւ անվանել են այդ ելույթը բարոյական բռնկում, շտկումներ։ Ասում են, եթե այս շտկումը չլիներ, աշխարհը արժեհամակարգային բախման շեմին իր, եւ այդ բախումը տեղի կունենար։ Հռոմի Պապը նաեւ այս խնդրի բարդությունն է պատկերացրել։ Այսպես է իսկապես իր։ Ես կարծում եմ ինքը այն մարդն է եւ այն դիրքի մարդ է, որ ինքը միջև վերջ ամեն ինչը մտածել է։ Դա պորտկում չի, որ էմոցիայից ելնելով այս րոպեին ես այսպեսի մի բան ասեցի, դու ափսոսամ կամ բան։ Դա մտածված քայլ է, ինքը որպես կրոնական գործիչ, որպես մարդ, որը պատասխանատու է աշխարհի համար, վերջ-վերջով այդ մեծ մարդիկ պատասխանատու են նաեւ աշխարհի ինչ ճանապարհով է ընթանում։ Ինքը մի մեծ քայլ արեց զուտ կապված մեր հայության հետ, ցեղասպանության, որը մեզ համար շատ կարևոր է, բայց մի մեծ քայլ արեց նաև մարդկության համար։ Այսինքն այդ մանր խաղերը թողեք, կան արժեքներ եւ սա այդ արժեքն է, որը չեք կարող շրջանցել։ Ես կարծում եմ, որ դա շատ մեծ նշանակություն է։ Ընդ որում չի էլ հապաղել Հռոմի Պապը եւ այսօր արձագանքել է թուրքական դժգոհություններից, ես հատվածը ուզում եմ մեջ բերել։ Եկեղեցին պետք է անկեղծ լինի։ Եկեղեցու ուղին անկեղծության ուղին է։ Դա ապացուցում է Քրիստոսի հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ դառը։ Սուրբ Հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը եւ համարձակություն ու քաջություն տալ մեզ։ Առանցքում հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակն է, բայց
մարդկությանն ուղղված կարծես միտք է այստեղ։ Նորից հետ գամ քաղաքական կշռին։ Այսպեսով ո՞րն է քաղաքական կշիռը այս արտահայտության։ Վերջով ցեղասպանության հարցը, որ մենք առաջ ենք տանում եւ ուզում ենք ճանաչումը, չէ՞, ինչ խնդիրներ ենք հետապնդում։ Մի կողմից մենք ուզում ենք, որ Թուրքիան ինչ որ իմաստով բարոյական պատիժ կրի, եթե ընդունվում է ցեղասպանությունը բոլոր պետությունների կողմից, ուրեմն Թուրքիան ինչ որ բարոյական պատիժ է կրում։ Երկրորդը դա պարտքն է մեր նախնիների նկատմամբ։ Դա հնարություն է տալիս պահանջատիրության, որտեղ վերջով, գիտեք, օրինակ հрьяաների կոտորածը խոլոկոստը, փաստորեն հрьяաների գենոցիդ արեցին Եվրոպայում, այսինքն հрьяաների հայրենիքից դուրս։ Հայերի ցեղասպանությունը հայերի հայրենիքում էր եւ այդ ցեղասպանության միջոցով հայրենիքը խլեցին հայերից։ Շատ ավելի լուրջ հանգամանք է եւ փաստորեն այդ բոլոր հնարավորությունները տալիս այն դեպքում կլինի, եթե աշխարհը դա ճանաչի, մարդիկ իմանան։ Էլ չեմ ասում, որ դա նաեւ ունի համամարտկային նշանակություն, որ այդպիսի բաներ աշխարհում չլինեն։ Հիմա այս ճանապարհով, որ մենք գնում ենք, իսկ մենք անշեղորեն 65 թվից մինչև 65 թիվը մի քիչ ծանր վիճակ էր, որտեվ մի կերպ ազատված հայերի մի հատված Սփյուռքում նորից 0-ից ոտքի էր կանգնում, խորհրդային միությունը փակվել էր երկաթի վարակույրով, լրիվ ուրիշ կյանք էր սկսել, մինչև 65 թիվը ամրանում էր հայությունը դրսում, ամրանում էր հայությունը սովետական Հայաստանում, եւ 65 թվին պայթեց դա առաջի անգամ տենց մեծությամբ մեծ ձևով նշվեց ապրիլի 24-ը եւ հիմա 50 տարի աշխատանք է գնացել այդ ուղղությամբ։ Այդ աշխատանքը այս ապրիլի 22-ին մի քանի քայլ միանգամից առաջ գնաց։ Վատիկանը 2001 թվականին է ընդունել հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այսօր այսպիսի արձագանք զարմանալի է մանավանդ Թուրքիայի կողմից։ Դուք վստահ եք, չէ՞, որ Թուրքիան գիտեր, որ Վատիկանում ինչ է տեղի ունենալու։ Սենց նայենք, առաջինը այն թվերին, երբ որ թվին ասեցիք 2001։ Հա, այն ժամանակ այդ լարվածությունը չկար ցեղասպանության ճանաչման հարցում։ Ինչքան դա ավելի սրվեց եւ մեծացավ, զարմանալի ձևով արձանագրություններից հետո։ Արձանագրություններ չստորագրելուց հետո ոնց որ ավելի դարձավ դա կրվախնձոր, դարձավ ավելի կարևոր մի բան Թուրքիայի համար էլ։ Եվ այս հնչողությունը, ինչ որ հիմա տեղի ունեցավ այս Հռոմի Պապի հետ, դա էապես տարբերվում էր այն հնչողությունից, որ ուղղակի միտեղ փաստաթղթում գենոցիդ բառը օգտագործվի։ Իսկ Թուրքիան գիտեր թե չգիտեր, ես կարծում եմ կարելի էր հասկանալ, որ բավականին արդար խոսի Հռոմի Պապը, բայց պատկերացնել, որ ինքը 20-րդ դարի ցեղասպանությունը կդասի երկու մյուս հանցագործությունների հետ եւ կասի, որ այդ դարում 3 այդպիսի դեպք է եղել, այդպիսի բան կանխագուշակել ոչ մեկը չէր կարող։ Բայց զարմանք է ցուցադրում թուրքական կողմը։ Զարմանալի է իրանց համար իհարկե։ Դուք ես կարծում եմ մերոնք դեռ խորությամբ չեն հասկանում ինչ է նշանակում, որ 3 բան են վերցնում՝ հիտլերիզմը, ստալինիզմը եւ հայոց ցեղասպանությունը։ Ասում են 20-րդ դարում այդ նշանավոր 3 դեպքն է։ Դա շատ ավելի տասնապատիկ ավելի մեծ բան է, քան ուղղակի գենոցիդ բառի արտասանում։ Մյուս կողմից պարոն Մանուկյան, դժվար է մտածել, որ թուրքերը չէին հաշվարկել, որ կաթոլիկ հովվապետը ինչպիսի լսարանի է տիրապետում։ Իրանք չէին մտածում, որ այսպիսի սրությամբ այդ խոսակցությունը կգնա ու այսպիսի արձագանք կստանա։ Չեմ կարծում, որ իրանք դուք մի մտածեք, որ ամենտեղ ամեն ինչ կարողանում են հաշվել։ Շատ ինֆորմացիաները անորոշ են։ Հետո նենց չի, որ բոլորը ամեն ինչ կարողանում են հաշվել։ Մեզանում տպավորված է, որ թուրքական դիվանագիտությունը ամեն ինչ հաշվում է եւ մենք պետք է ավելի շատ զգոնանանք այս, որ երբեմն սխալ բան ես անում, մի քիչ էլ պարտվում ես, ասում ես, ինչ խորամանկ են կամ ինչ անբարոյական։ Իրականում սովորական պետական քաղաքականություն։ Այդ գնահատելն էլ ճիշտ չէ, էլի, Թուրքիայի քաղաքականություն։ Հիմա Հռոմի Պապի ելույթը ասում է ինչ պետք է անել սրանից հետո։ Ինչպես պետք է պահել սրանից հետո։ Հռոմի Պապը այդպիսի հարց չի դնում, ինքը հարց է դնում, որ այս երևույթը այդպիսին է եւ հաշվի առեք, որ
պետական շահերից, պրագմատիզմից, այդ փոքր-մոքր շահերից ավելի բարձր կանգնած արժեքներ կան, ու սա համամարտկային արժեքն է։ Իր ասածը դա է։ Ինչ վերաբերում է մեր հայկական կյանքին, հիմա դուք պատկերացնում եք երկրի ղեկավար, որը այս նշաձողից ներքև կխոսի։ Այնուամենայնիվ կան տասնյակ պետություններ, կան եզրի վրա գտնվող շահեր, կան սիմպատիաներ, անտիպատիաներ, մշակութային ավանդույթներ եւ այլն։ Պետք չի համարել, որ Հռոմի Պապի ասած դա կախարդական փայտիկ էր ասեց ու վերջացավ հարցը, չէ, ուղղակի շատ մեծ ազդեցություն է ունենալու եւ ոչ թե մոռացվելու է, այլ մնայուն արժեք է ունենալու։ Սրա շուրջը դեռ շատ գնալու են տարբեր խոսակցություններ, փիլիսոփայություններ եւ այլն եւ այլն։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մենք էլի այս ելույթի կոնտեքստում ենք քննարկում։ Փաստորեն այս ելույթով հասկացվեց, որ դա հայկական հարց չի։ Դա մարդկության առջև դրված հարց է։ Եվ երբ որ Թուրքիան եւ Վատիկանն են արճակատում, դա հստակ երևում է այստեղ։ Մեր ազդեցությունը ինչպիսին է լինելու այս process-ի վրա։ Գիտեք, մեր բոլոր փաստաթղթերում նամանավանդ վերջի տարիների, վերջի տասնամյակի, ասենք թե տասնամյակների, միշտ նշվում է, որ դա միայն հայկական խնդիր չէ, այլ համամարտկային խնդիր է, եւ դա ոչ թե խորամանկություն է, հայկական խորամանկություն, որ մեր հարցը դարձնենք միջազգային, որպեսզի հեշտ ընկալեն, այլ այն մարդիկ, ովքեր առաջի անգամ այդ միտքը արտասանել են եւ սկսել են այդ ուղղությամբ գնալ, անկեղծ իսկապես համոզված են եղել, որ համամարտկային դա արժեք է եւ մարդկությանն է պետք որ ցեղասպանությունը ճանաչվի։ Հասցորեն Հռոմի Պապը համաձայնվեց նաեւ այդ եզրի հետ։ Իսկ ինչ վերաբերում է 100-ամյակը անցավ, մի քայլ առաջ գնացինք այդ ճանաչման եւ մյուս հարցերում, մնում է շարունակել առաջ գնալ եւ փորձել միջև վերջ տարբեր երկրներ ճանաչեն, այդ թվում նաեւ Թուրքիան, բայց երբեք չհրաժարվել, որ Թուրքիայի հետ, եթե հնարավոր է լինում դիվանագիտական հարաբերություններ, ճանապարհներ բացել, առանց զիջելու այս հարցերը, արժանապատվության պետք է անպայման գնալ, այսինքն պետք չի կանգնել միայն թշնամության դիրքերի վրա։ Եվրամիությունն արդեն օգտվել է Հռոմի Պապի ելույթից։ Եվ դրա հետ արել կողմերին կարգավորել հարաբերություն։ Երբեք պետք չի խուսափել դրանից։ Առանց ոչ մի բան վաճառելու, առանց ոչ մի բան ուրանալու, երբեք պետք չի, մենք վերջով դատապարտված ենք հարևան որպես մենք իրար հետ ապրելու ենք, իրար հետ միասին հարաբերություններ ենք ունենալու։ Բայց դրա հետ միասին էլ մեկը մյուսի շարունակությունն է, մենք պետք է աշխատենք Հայաստանը դառնա երկիր, ժամանակակից երկիր, որտեղ մարդը կոմֆորտով է ապրում եւ հոգեկան եւ նյութական։ Համաշխարհային հայությունը դերակատար լինի աշխարհի խաղացող լինի։ Հայաստանը լինի տարածաշրջանու ազդեցիկ պետություններից մեկը։ Բազմաթիվ խնդիրներ կան, բոլորը իրար հետ կապված են։ Դու չես կարող ոչ մի բան առանց անելու, հա ճանաչեցին ցեղասպանությունը, դու էլ ոչ բան քեզան չես ներկայացնում, ինչ ես անելու դրանից հետ։ Այսինքն բոլոր հարցերը իրար հետ կապված են։ Եվ ես կարծում եմ, որ հիմա մենք ինքներս էլ լավ չենք հասկանում, աշխարհը փոխվում է։ Եվ մենք շատ բան պետք է մեր մեջ փոխենք։ Ես կարծում եմ մենք մի քիչ բան ենք անում, դեռ լավ չենք գիտակցում, որ փոփոխող աշխարհում ենք եւ մեզ թվում է հենց անկախությունը ստացանք, նստեցինք, մի քանի հոգեր իրանց լավ են զգում այդ վիճակում ու այս վիճակը անընդհատ կշարունակվի, չէ։ Ես մի անգամ ասեցի բանում ես ժողովում, ասեցի հիմա աշխարհը այնպեսին է, որ պիտի շատ արագ վազես, որ տեղումդ կանգնես։ Իսկ մեզ պետք է առաջ գնալ։ Մեզ պետք է հետաքրքրի թուրք հասարակության ներսում ինչ է կատարվում։ Իհարկե։ Մեզ համար շատ կարևոր է եւ նայեք մի կողմից այս վերջի տասնամյակներում երկու process միաժամանակ են։ Էրդողանը բավականին ուժեղ ղեկավար է իրենց պետության համար, ազգային եւ այլն, միգուցե դրական բաներ էլ է անում Թուրքիայի համար, ինձ համար անընդունելի է իր քաղաքական մոտեցումները տարածաշրջանային հարցերին եւ այլն եւ այլն։ Բայց դրա հետ միասին հասարակության մեջ արտնանում են այդ գիտակցումը, որ եթե մենք արդարամիտ չլինենք, ապա պետությունը էլի ապագա չունի։ Ինչ որ մարդիկ կան, որոնք սկսում են վերանայել իրենց պատմությունը, քննարկել ցեղասպանության հարցերը, ու դուք տեսնում եք, որ տարեց տարի դա ավելանում է։ Դա չի կարող դառնալ ամբողջ հասարակությունը Թուրքիայի այդպիսին,
Շատ կարևոր է, որ Թուրքիայի էլիտայի մեջ տեղի են ունենում տենց պրոցեսներ։ Ու բացի դրանից հաշվի առեք, որ Թուրքիայում, եթե ոչ միլիոնավոր, գոնե 100,000-ավորներ, բայց ես կարծում եմ նաև միլիոնավոր հայեր են ապրում, որոնք ընդունել են մահմեդականությունը, թուրքացել են եւ ապրում են եւ հիմա մի նոր պրոցես է գնում, ինչ կամ աշխարհը մեծանում է եւ բոլոր այս դեպքերն էլ բերում են նրան, որ այդ մարդկանց մոտ էլ է արտնանում հայության այդ զգացողությունը։ Մենք պետք է իրանց վերադարձնել, իրանց էլ վերադարձնել դեպի հայություն։ Թող ունենանք մի 2-3 միլիոն էլ մամեդական հայ։ Հիմա ինչ եք կարծում Էրդողանին կամ ավելի շուտ թուրքական էլիտային այսօր ո՞րն է ավելի շատ մտահոգում հայոց ցեղասպանության միջազգայնացման այդ զսպաշապիկը, որ գնալով սեղմվում է, թե իր հասարակության վերաբերմունքի փոփոխությունը այստեղ։ Որտեղից է նա ավելի շատ վախենում, եթե ավելի պատկերավոր ասենք։ Ինձ թվում է դրսից առայժմ ինքը ավելի շատ է վախենում, քան ներսից, որտեղ իրան թվում է, որ տիրապետում է ինքը ներքին պրոցեսներին, այնինչ պրոցեսները արագ են գնալու։ Ընդհանրապես ասած, հայկական հարցը սրանից մի 10-20 տարի առաջ իրանց համար ոչ միայն ավելի մոտիկ անցյալում էլ իրենց համար գլխավոր հարցերը դա քրդական հարցն էր եւ ոչ հայկական հարցը, բայց հիմա հայկական հարցը սկսում է կարևոր դառնալ ոնց որ թե իրանց համար էլ։ Իսկ իրենց մոտ հասարակության մեջ այդ արթնանալը գնալու է, բայց ինչ որ տեղից հետո չի կարող ամբողջ թուրք հասարակությունը այդպեսին լինել։ Ես չեմ կարծում։ Պարոն Մանուկյան, Հռոմի Պապի այս ելույթը կազդի ապրիլի 24-ին Հայաստան եկող պետությունների որոշումների վրա։ Գիտեք ինչ, եթե մի հատ պետություն ասել է, որ ես չեմ գալու, ինքը էլ չի կարող գալ, նույնիսկ եթե փոշմանի։ Եթե սա լիներ բանից առաջ, այդ հարցնելուց առաջ, թե գալու ես, թե չես գալու, կարող է ինչ-որ մարդիկ փոխեին իրանց որոշումը։ Հռոմի Պապի ասելուց հետո ուզենային գալ, բայց եթե արդեն հայտարարել են, որ չեն գալու, դժվար է որոշում փոխել։ Դրա համար չեն կարողանա իմանալ։ Ես մի հետաքրքիր արձագանքի հանդիպեցի մեր անմիջական հարևանների կողմից։ Ադրբեջանցի պատգամավորը թուրքական իշխանություններին խորհուրդ էր տվել շարժվել Ալիևի պես։ Թանկարժեք նվերներ բաժանել աշխարհի մեծերին, ղեկավարներին։ Գիտեք ինչ, աշխարհում բաց ախր ամեն ինչ կա։ Էդ էլ կա։ Հա, մենք ծիծաղով ենք ասում, բայց դա էլ կա, դա էլ է ազդում, բայց աշխարհը կարողանում է առաջ գնալ, որտեղ բացի նվերներից եւ բացի փողից կան նաեւ ուրիշ սկզբունքներ, որոնք աշխարհին առաջ են տանում։ Եվ Հռոմի Պապի հենց որպես մարդ ինքը այն մարդն է, որը աշխարհը առաջ տանողներից է։ Իսկ կա միշտ էլ երկրորդական մարդկանց կգտնես, որոնց մի բան կնվիրես, քո հետ լավ կլինեն, դա շարժիչ ուժ չի, դա սովորական երևույթներ են։ Դրանով մեծ խնդիր չես լուծի։ Եվ վերջինը, պարոն Մանուկյան, մենք եթե գործ ունենք նոր մթնոլորտի հետ, իսկ մթնոլորտը իսկապես այդպիսին է եւ ինչպես դուք նշեցիք, ամեն ինչ շատ արագ է գնում, արագ է շարժվում։ Ինչպես պետք է մենք պահենք մեզ։ Որտեղ պետք է ավելի խոհեմ լինել, որտեղ պետք է ավելի ճկուն լինել։ Խնդիրը դիվանագիտական է, խնդիրը զուտ բարոյական է, խնդիրը քաղաքական ճկունության մեջ է։ Ես նորից կարծում եմ, որ մեր քաղաքականության մեջ կապված Թուրքիայի հետ կտրուկ փոփոխություններ ես չեմ սպասում ու չեմ տեսնում կտրուկ փոփոխություններ, այսինքն ո՞րն է այդ քաղաքականությունը։ Որովհետև նրանք պատրաստ չեն։ Չէ, որովհետև անհրաժեշտությունը դրա չի զգացում։ Մենք մի կողմից շարունակում ենք եւ պետությունով եւ սփյուռքայությամբ շարունակում ենք հետապնդել ցեղասպանության ճանաչման հարցը, պետք է շարունակենք։ Երկրորդ ուղղությունը դա մենք փորձում ենք կապվել նաեւ թուրք հասարակության հետ, այն հասարակության հետ, որը ինչ որ չափով ընդունում է ցեղասպանությունը, այսինքն խրախուսել իրանց մոտ այդպիսի տրամադրությունների զարգացումը։ Էլի պիտի շարունակել։ Դրա հետ միասին, երբ որ հնարավորություն է լինում այս ամեն ինչը պահելով, նաեւ տնտեսական հարաբերություններ ունել Թուրքիայի հետ կամ դիվանագիտական բան, մենք այդ շանսը բաց չենք թողնում։ Այդ նույն ճանապարհով ինձ թվում է պետք է գնալ եւ նորից ասում եմ, դրան պետք է ավելացնել այն, ինչ որ բոլորիս համար ակնհայտ է։ Պետության ժամանակակից դարձները, նորմալ արդար հզոր պետություն սարքելը, աշխարհով մեկ սփռված հայությունը Հայաստանի հետ միասին համաշխարհային ֆակտոր դարձնելը, որպեսզի դերակատարություն ունենա եւ ցեղասպանության հարցը եւ Հռոմի Պապի ելույթի այս ամեն ինչը նպաստում է դրան, որ մենք այդ ճանապարհով գնանք։ Պետք է ուղղակի կարողանալ սառնասրտորեն, խելոք, մտածված այդ ճանապարհով գնալ։
Շնորհակալություն մեր հրավեր ընդունել համար։ Դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան։ Հաջողություն։